Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 21-ն է 2026 թվական։ Իհարկե թիվ 1 իրադարձությունը շարունակում է մնալ Իրանի հետ կապված լարվածությունը, մի քանի օր զինադադար էր, բայց քանի որ գիտեինք հարցը չի լուծվել, ի վերջո նույնիսկ եթե փաստաթուղթ ստորագրես, ինչ խնդիր է լուծվել Իրանի համար, ինչ խնդիր է լուծվել Ամերիկայի համար կամ Իսրայելի համար։ Այդ իսկ պատճառով շարունակություն պետք է ունենա, ու այնպես չի, որ այդ մասին մենք չենք խոսել, բայց այլ է, որ երբ որ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է ասում, որ այս զինադադարը առիթը օգտագործեցինք զինվելու համար, այսինքն նոր զարգացումներ, եթե վաղը որպես վերջնաժամկետ համաձայնություն ձեռք չբերվի, այսինքն մեր տարածաշրջանը եւ աշխարհը շարունակելու է նորից փոթորկվել, տեսնենք ինչով կավարտվի վաղվա բանակցությունները։ Բայց մինչև դրան հասնելը Հայաստանի իրադարձություններին անդրադառնանք ու անցնենք այդ թեմաներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ներկայացնում է նախընտրական ծրագիրը իրենց, ինչով է կարևոր, որովհետև սա դրվելու է առաջիկա պրոցեսների մեջ, հասարակությանն ասելու են կատարեք ընտրություն, եւ ինչ է ասում։ Նոր սահմանադրությունը չպետք է հղում պարունակի անկախության հռչակագրին, դա կոնֆլիկտի վերսկսում է։ Հիմա սա սովորական հարց չի, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Հայաստանի սահմանադրական դատարանը տվել է եզրակացություն, որ սահմանադրության նախաբանում անկախության հռչակագիրը որևէ ազդեցություն չունի սահմանադրության մնացած հոդվածների վրա, այսինքն դա նշանակում է, որ որևէ ձևով պահանջատիրություն դրա մեջ գոյություն չունի եւ հղում էր անում սահմանադրական դատարանին, որի որոշումը վերջնական է։ Այսինքն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հրապարակային ասելով, որ ժողովուրդ այս Ադրբեջանը չի հասկանում, մեր սահմանադրական դատարանը եզրակացություն տվել եւ նախաբանը որևէ ազդեցություն չունի։ Էլ չենք խոսում այն մասին, որ եթե պայմանագիրը ստորագրվում է խաղաղության, նշանակում է, որ դրա վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ ներպետական օրենսդրությունը։ Բայց անդրադառնանք հենց սահմանադրության, այսինքն այս ինչ որ հայտարարվել է, որովհետև չեք հասկանում, պարզվեց, որ Ադրբեջանը չի հասկանում, համառորեն չի հասկանում եւ պնդում է, որ սահմանադրությունը պետք է փոխվի։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը մի պահ փորձեց հանրային ռադիոյում տված հարցազրույցի ժամանակ ասել, որ ցելերը կհարցակվեն, մենք պետք է դա փոխենք, չեք հասկանում, որ գնում ենք պատերազմի, տեսավ դրա ռեակցիան, հասկացավ, որ հիմա չի ստացվում, հասարակությանը ժամանակապետ կոտրելու, ժամանակապետ ասելու դուք խաղաղություն չեք ուզում, շանտաժանի, ուրեմն դուք պատերազմ եք ուզում եւ ինչպես տեսնում եք, ոնց որ թե իր մոտ բավական բաներ հաջողվում է։ Շատ մարդիկ ասում են, դե խաղաղությունը Փաշինյանն ա բերել, ինչա դուք կռիվ եք ուզում։ Ով որ ասում է Փաշինյանի խաղաղության վրա խիստ կասկածներ ունենք, որ դա հղում է կատարում Ալիևին, իսկ մենք Ալիևին չենք վստահում, ու այնպես էլ չէ, որ Փաշինյանին վստահում ենք, դա անմիջապես իա, ուրեմն դուք պատերազմ եք ուզում։ Բայց սահմանադրության հետ կապված Ադրբեջանը շարունակում է պահանջ ներկայացնել, որ դա պետք է փոխվի, իսկ փորձեցին սահմանադրության տեքստը մինչև ընտրություն դնեն, հետո զգացին, որ կարող է խնդիր առաջանա, ուզում են ձգեն, բայց մեկ է, Փաշինյանը շարունակում է պնդել, որ մեկ է, իմացեք, հիմա դնենք, թե հետո դնենք, նախագիծը ներկայացնենք, մենք նախաբանը հանելու ենք, որովհետև իբր թե դա մեր ներպետական օրակարգն է, որովհետև կոնֆլիկտի վերսկսման համար է դա նշանակում է ինքը չի ընդունում սահմանադրական դատարանի որոշումը, որն ասում է ընդհանրապես նախաբանը կապ չունի բովանդակության հետ, այսինքն չի կարող դա տարածքային պահանջ ներկայացնել։ Բայց այդ դեպքում հարց, եթե Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը, որը վերջնական է, վարչապետը, որը մի քանի անգամ հղում է արել նրան, հիմա ինքը հակասում է նրանց ասացին, որ ասում է չէ, եթե դա նախաբանը մնա, դա նշանակում է մենք կոնֆլիկտ ենք վերսկսում։ Հիմա ոնց հասկանանք դա։ Հասկանում ենք մի ձևով, Ալիևի պահանջ, որովհետև այդ պահանջը
շատ սկզբունքորեն նա դնում է ու այնպես չի որ տարիներով այդ հարցը դնում է, տարիներով էլ մենք բացատրում ենք թե ինչի է դնում։ Այլ ամեն անգամ ստիպված են գնում անդրադառնալ, որտեղ դե ամեն անգամ Փաշինյանն էլ այս նույն բանով մեզ համոզում է, որ դուք չեք հասկանում, սահմանադրության նախաբանը դա պահանջատիրություն է իր մեջ պարունակում։ Ի վերջո ինչն է այդքան սկզբունքային Ալիևի համար մանավանդ խաղաղության պայմանագրի մեջ, եթե կետը գա, որ դա չի կարող ազդել ներպետական օրենսդրությունը, այնա ստորագրի վերջացրել, իմաստը որն է։ Չէ, նա շատ լավ էլ պնդում է, որպեսզի Փաշինյանը դա կատարի, իսկ ինչին է դա վերաբերվում։ 89 թվականի դեկտեմբերի 1-ին եղել է վերամիավորման որոշում Լղիմի եւ Հայաստանի։ Դա դրվել է հիմքում անկախության հռչակագրի։ Իհարկե Այսինքն Հայաստանը հանձնառու էր Արցախի համար։ Արցախի անկախությունը չճանաչող Ադրբեջանը, որ այդ նույն Արցախը խորհրդային միության օրենքներով էր անկախանում այնպես, ինչպես Ադրբեջանը խորհրդային միության օրենքներով խորհրդային միությունից, ինչպես Հայաստանը, հռչակելով որ անկախություն։ Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, պատերազմ է սկսել, ագրեսորը ինքն է։ Բայց այդ պարագայում ստացվում է այնպես, որ Հայաստանից էլ գնացել են պաշտպանել հիմք ունենալով անկախության հռչակագիրը։ Բա ոնց պետք է չանեին, քո պետությունը հանձնառու է, չգնաս պաշտպանես։ Հիմա հետո եթե անկախության հռչակագիրը դրված է սահմանադրության նախաբանում, իսկ սահմանադրությունը ընդունված է հանրաքվեով, Ալիևը հրաշալի հասկանում է, որ ցանկացած հաջորդը կգա եւ Նիկոլ Փաշինյանի ընդունած որոշումները կչեղարկի։ Իսկ ինչու համար է նրան հարկավոր, որ նախաբանից դուրս գա անկախության հռչակագիրը, որովհետեւ եթե հանրաքվեով է ընդունվել, նա ուժը կորցրած չէ։ Իհարկե կարող է Նիկոլ Փաշինյանին պարտադրել 89 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը ցանկացած հաջորդ ազգային ժողով կարար որոշում ընդուներ ուժը կորցրած ճանաչել ու վերջ, այդ ինչ մի խնդիր է։ Հեչ օրենք չկա, որի մեջ փոփոխություն են կատարում, բայց որևէ մեկը դրան բանի տեղ չի դնում այդ ուժը կորցրած 89 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը թե ոչ, որովհետև դա արդեն տեղակթել սահմանադրության մեջ, որը ընդունվել է հանրաքվեով։ Առանց հանրաքվե անելու դու չես կարող դա չեղարկել։ Այդ դրա համար Ալիևը պահանջում հանեք հանրաքվեով, որպեսի բան չհամար էին ասում, մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել հայ ժողովրդի հետ, ոչ թե Փաշինյանի, որտեղ ինչքան էլ իրանք ցանկանան Փաշինյանը լինի, վաղը կարող է լինի ուրիշ իրավիճակը լինի։ Ընտրությունը լինի, նա չլինի կամ մարդիկ փողոց լցվեն, փոխեն, երբ որ տեսնում են, որ Հայաստանում նման իրավիճակներ առաջանում է։ Այնպես որ պետք չի մարդկանց աչքին թոս փչել, մանավանդ որ չի էլ ստացվում, որ սահմանադրությունը փոխվում է, որպեսի կոնֆլիկտի վերսկսում չլինի։ Մեր սահմանադրական դատարան ասել է, որ դա կոնֆլիկտի հետ որևէ կապ չունի։ Եվ Նիկոլ Փաշինյանն էլ այդ մասին հղում արել։ Այսինքն դուք պատկերացրեք, որ եթե դու դա հանում ես, եթե դու ընդունում ես, որ Արցախը 91 թվականից արդեն Ադրբեջանի կազմում էր, եթե դու ընդունում ես, որ անկախության հռչակագիրը ոչինչ է, որտեղ դա Հայաստանի պետականությունը վերացնելու նպատակ էր հետապնդում, դե պարզա կանգնում ասում ես, որ սուտի հայրենասերները գնացել են Արցախում կռվել, նրանց նպատակն ա եղել Արցախը Հայաստանի պետականությունը վերացնել, դա նպատակային գնացել են, դա չեն գնացել Արցախի համար, Հայաստանը վերացնելու համար են ազատամարտիկները գնացել, դե նետ չի, որ դա ինքը չի ասել, ես ինձանից եմ հորոնում։ Այսպես դուք հասկանում եք, որ դա պետք է լինի, որպեսզի վաղը Ադրբեջանը պահանջ ներկայացնի Հայաստանին, որ օկուպանտը ոչ թե ինքն է, որ հարձակվել է Արցախի վրա եւ Հայաստանը գնացել է աջակցելու, այլ օկուպանտը Հայաստանն է, որ մտել է ուրիշ պետության տարածք եւ օկուպացրել տարածք։ Իսկ դրա գինը 150 միլիարդ դոլարի տուգանքն է, որը որ վաղուց նախապատրաստել են։ Ու երբ որ այդ մասին ինչքան ասում են, որոշ Նիկոլապաշտներ կան շատ ծանր են տանում, ասում են հուշում եք Ալիևին ինչ անի։ Ալիևն արդեն արել է։ Ես ձեզ ասում եմ, որ իմացեք, որ Ալիևը դա արել է, իսկ Ալիևին այդ հարցում օգնել է Փաշինյանը։ Դուք չեք կարող դա ուրիշի վրա գցել։ Արդեն դա փաստ է, գոյություն ունի, այդ փաստաթղթերը շրջանառության մեջ են, բայց հիմքերը բավարար չէին, դրա համար Ալիևին ասին հիմքեր ստեղծի, ավելի լավ հիմք, քան Հայաստանի վարչապետն ու նախագահը ասեին, որ Արցախը 91 թվականից Ադրբեջանի կազմում եւ նրանք ովքեր զորք են մտցրել օկուպանտ են,
բայց դա հատուկ արվում էր նրա համար, որպեսզի մեզ այնպիսի սանկցիաների տակ կոխեն, որ դրա դիմաց ասեն դե ժողովուրդ ջան, պետք է զիջումների գնանք, քո պատերազմ չենք սկսելու, բայց խաղաղություն ենք բերել, որը երաշխավորել է Ալիևը, բայց հիմա եթե Ալիևը ուզածը չանենք, խաղաղություն չի լինի։ Վերջ։ Հիմա ընտրելով Նիկոլ Փաշինյանին, դուք հասկանում եք, որ տալիս եք դրան մանդատ կյանքի կոչի Ալիևի ծրագրերը։ Հիմա Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ինչ է ասել։ Ադրբեջանը սկսեց բանակցել Հայաստանի հետ։ Կարող եմ ասել, որ Ադրբեջանը ներկայումս խոչընդոտում է գործընթացին, օգտագործելով իր լոբինգը եւ ազդեցությունը, որ գործընթացին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, որովհետեւ մի կողմից նա բանակցում է մեզ հետ, իսկ մյուս կողմից թույլ չի տալի Թուրքիային բանակցել մեզ հետ։ Սա տարօրինակ իրավիճակ է, Թուրքիան կարծես այս հարաբերությունների գերին լինի։ Հավատում եմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Երկու կողմից էլ ամեն ինչ արված է։ Երբ ես խոսում եմ իմ թուրք գործընկերների հետ, հասկանում եմ, որ նրանք էլ ասելու շատ բան չունեն, վիճելի հարցեր չկան։ Կրկնում եմ, սա գալիս է լոբինգից, Թուրքիան այս ազդեցության գերին է, ասել է Սիմոնյանը։ Հիմա Ալեն Սիմոնյանը գտնում է, որ Թուրքիան, որ իր կշիռը տեսնում եք, ՆԱՏՕ-ի անդամ, տեսնում եք բնակչության թիվ, տեսնում եք նրա աշխարհագրական դիրք, փաստորեն Թուրքիան պատանդ է, գերի է Ադրբեջանի ձեռքին։ Այսինքն այդ Ադրբեջանը, որ նույն Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ մեր երկրի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, Ադրբեջանը չի ցանկանում մենք նորմալ հարաբերություններ ունենանք մեր հարևանների հետ։ Այնպես չի, որպես կոտորում ենք նորմալ հարաբերություններ ունենանք, մեր իշխանություններն են իրանց կոտորում, բայց ասում է, որ գիտեք ինչ, Թուրքիան չի կարող հաշվի չնստել Ադրբեջանի կարծիքի հետ, այն ոչ թե հաշվի չնստել, գերի է անգել Ադրբեջանի ձեռը։ Այսինքն Ադրբեջանը ինչի՞ չի ցանկանում, որ Հայաստանը հարևանի հետ լավ լինի, որտեղ ասում է դու պետք է իմ պահանջը կատարես, բա ասեք, բա այդ ենք ասում։ Այսինքն Ադրբեջանը հերիք չի մեզ պարտադրում պահանջը կատարել, մի բան էլ Թուրքիային ասում է Հայաստանի հետ հարաբերությունը չկարգավորես, մինչև իմ պահանջը չկատարի։ Եվ այն ազգային ժողովի նախագահը, որ ընդամենը վերջերս էր կրկնում, որ մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, հիմա ասում է Ադրբեջանը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որ մեր հետ հարաբերություն չկարգավորի։ Դուք այն 1000 տարվա խաղաղությունը այս Ադրբեջանի կողմից էիք մեզ խոստանում։ Ես ճիշտ եմ հիշում թիվը 1000 էր, չէ՞, հո փոքր չեմ ասում։ Դե լավ կարելի է այսքան անլուրջ լինել։ Եվ այս խելքով էլ մտածում եք գնանք ընտրության, գնանք խաղաղություն ենք բերել, ընտրությունը գնալու է խաղաղության եւ պատերազմի միջեւ։ Դուք հիմա տեսնում եք, որ Ալիևը մեզ խաղաղություն է խոստացել։ Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Իսրայելի կառավարությանը եւ ժողովրդին անկախության օրվա կապակցությամբ։ Մեր շնորհավորանքներն են հղում Իսրայելի կառավարությանը եւ ժողովրդին Յոմ Ալ-Ացմաութի կապակցությամբ։ Հայաստանը պատրաստ է ընդայնել Հայաստան-Իսրայել կապերը եւ ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորություններ։ Իհարկե դե սովորական բանը անկախության տոնը շնորհավորել, այնպես չի, որ հեղափոխության հետ կապված Իրանին չեն շնորհավորել։ Մենք սովորաբար ոչ թե հիմք ենք ընդունում նա, որ կարող ես դիվանագիտական լեզվով շատ նորմալ տոնով շնորհավորես, բարեկրթորեն, դե տոնա շնորհավորում ես, այլ ավելի ինչ ասես, որը պետք է։ Իսկ մեր իշխանությունները չգիտես ինչի խոսքերը, որ շռայլում են բոլորի հետ կապված։ Չնայած ավելի զուսպ է իհարկե Իսրայելի հետ կապված, բայց հիմա այս պահին հաստատ այն պահը չի, որ պատրաստ է ընդլայնել Հայաստան-Իսրայել կապերը եւ ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորություններ։ Իսրայելը գործնականում իր հարաբերությունները փչացրել է գրեթե բոլորի հետ, անգամ Ամերիկայի հետ։ Միայն Տրամփի հետ է մնացել, նե Տրամփը կրակն է անգել Իսրայելի ձեռը։ Այնպես չի, որ ինքը հիացած է Բիբիի Նեթանյահուի արածներով։ Այսինքն ասել, որ անգամ Ամերիկան խնդիր չունի, դա այդպես չի։ Ուրեմն նշանակում է չեք տիրապետում, թե Ամերիկայի միջ մթնոլորտ է տիրում այս պատերազմի հետ կապված, ոնց են մեղադրում Տրամփին եւ ոնց են մեղադրում Իսրայելին, որի պատճառով Ամերիկան ներքաշվեց պատերազմի մեջ։ Բայց խնդիրը նա է, որ թյուրիմացություն չլինի թե ինչ անկախության տոնն է, իրականում Իսրայելը
որպես պետություն, երբ որ Պաղեստին աշխարհագրական տարածքը որոշում կայացվեց ՄԱԿ-ը 1947 թվականի նոյեմբերի 29-ին բաժանել երկու պետության մեջ արաբական եւ հրեական 14,1,000 քառակուսի կիլոմետր հրեականը, 10,900 քառակուսի կիլոմետր Պաղեստինը չէ, արաբականը, հետո դե անունը Պաղեստին դրվեց, դրանից հետո արդեն որոշ ընթացակարգ անցնելուց հետո 1948 թվականի մայիսի 14-ին արդեն որպես պետություն Իսրայելը արդեն հռչակեց իր անկախությունը, իր պետությունը, բայց քանի որ որոշակի այդ տոների հետ կապված օրը կոնկրետ չի ֆիքսվում, նայած թե որ օրը կգնի եւ այլ, այսինքն սա մայիսի 14-ի տոնակատարությունն է, որը նշվում է հիմա, հանկարծ թյուրիմացություն չլի, այդ հիմնական տոնը բայց ի՞նչ տոն է, այդ հիմնական տոնը անկախության տոնն է, որը մայիսի 14-ին է։ Հիմա նայենք Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիության ընդլայնումն այլևս լոկ ցանկություն չէ, այլ աշխարհաքաղաքական անհրաժեշտություն։ Մենք պետք է ավարտին հասցնենք եվրոպական մայրցամաքի ձևավորումը, որպեսզի այն չհայտնվի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցության տակ։ Ով էր ասում, որ Եվրոպան ընդլայնվելուն կողմնակից չի, ով էր ասում, որ մեր տարածաշրջանում հետաքրքրություն չունի, ես ճիշտ եմ հիշում, բա մարդը պարզ ասում է Ռուսաստանի, Թուրքիայի, Չինաստանի։ Մենք Ռուսաստանի ազդեցության տակից չենք կարողանում դուրս գանք, բայց չենք էլ ուզում Թուրքիայի ազդեցության տակ ընկնենք։ Բա մարդիկ ասում են Ռուսաստանից փոխվես, Թուրքիայի ազդեցության տակ ես ընկնելու։ Կամ էլ թե չավել լավ է Թուրքիային ընդունենք, որ հանկարծ Ռուսաստանի փոխվենք, չգիտես ինչ անենք։ Միշտ ասում են պայքարը գնում է այս երկուսի մեջ, կամ Ռուսաստան կամ Թուրքիա։ Ասում ենք տենց բան չկա, Եվրոպայի ճանապարհը բռնելու դեպքում ոչ Ռուսաստան, ոչ Թուրքիա։ Հիմա տեսնում եք Եվրահանձնաժողովի նախագահ ինչա բացատրում։ Որպեսզի չհայտնվի Ռուսաստանի, Թուրքիայի եւ Չինաստանի ազդեցության, մենք պետք է մտածենք ավելի լայն եւ աշխարհաքաղաքական տեսանկյունից, նշել է ֆոն դեր Լայենը։ Եվրահանձնաժողովի ղեկավարի պնդման Եվրոպայի հին մոդելը, որը հիմնված է եղել Ռուսաստանից ստացվող էժան էներգակիրների, Չինաստանի էժան աշխատուժի եւ ԱՄՆ-ի տրամադրած անվտանգության երաշխիքների վրա, այլևս գոյություն չունի։ Բա երբ որ ամեն օր խոսում ենք նոր աշխարհակարգի մասին, ինչի մասին ենք խոսում, որ ասում ենք աշխարհը փոխվել է մեր աչքի առաջ, փոխվում է, ամեն օր ենք դա քննարկում, մի ժամ ուշ արձագանքես իրավիճակը կփոխվի, բայց դրա համար անպայման Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասի այն, ինչի մասին մենք ամեն օր խոսում ենք, այսինքն փոխվել է Ռուսաստանի էժան էներգակիրների վրա որևէ հույս չեն դնում արդեն, որովհետև Ռուսաստանը դա քաղաքական շանտաժի գործիք է օգտագործում։ Իսկ Ամերիկան էլ հրաժարվում է եվրոպական անվտանգությունից։ Ենթադրենք մենք ասենք, վայ, չէ, մենք քեզ շատ սիրում ենք, ասма օվկիանոսից են կողմ ես հետաքրքրություն չունեմ, ժողովուրդ ջան։ Ավելի պարզ ոնց ասի, եթե ինքը այդ հետաքրքրությունը չունի եվրոպական իր գործընկերների հետ կապված, չունի այդ հետաքրքրությունը Ուկրաինայի հետ կապված, Հայաստանի հետ կապված բիզնես հետաքրքրությունը, այն էլ Տրամփի հետաքրքրությունն է, այսօր կա, վաղը չկա, կամ մի քիչ լարվածություն առաջացավ, դա չի էլ տեղի ունենա, որովհետև Իրանը թույլ չի տա։ Բայց դա ենք ասում, բայց ինչ ենք ասում Եվրոպան, ինչ ենք ասում, որ անգամ այդ տրանզիտը, եթե չանցնի Սյունիքով, անցնի մեկ ուրիշ տեղով, այդ ծրագրին լավ էլ մասնակից կլինի Եվրամիությունը։ Նորմալ այդ ծրագրի վրա ներդրում էլ կանի, որոշակի ձևով հարցերի, մենք էլ մեր անկախության հետ կապված խնդիր չենք ունենա։ Ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այդ ժամանակաշրջանն ավարտվել է եւ այժմ Եվրոպան պետք է կառուցի իր ինքնուրույն ուժն ու ընդլայնի դաշնակիցների շրջանակը նոր մարտահրավերներին դիմակայելու համար։ Այն ինչի մասին խոսում ենք, նոր մարտահրավերներ, նոր իրավիճակ, եւ որ մեզ ասում են, թե լավ, ինչ է փոխվել երեկվա եւ այսօրվա մեջ, որ սենց մենք պետք է համառորեն մտածենք, որ մեր ապագան Եվրոպան է։ Տեսնում եք ինչ է փոխվել։ Ավելի պարզել ոնց բացատրեն, որ հին լծակները չեն գործում, հին գործոնները չեն աշխատում, ժողովուրդ ջան, նոր իրավիճակ է։
ու այնպես չի որ այդ մասին մենք չենք խոսում ամեն օր, բայց լավ է որ գոնե Պաշտոնյան ասում է, հղում ենք կատարում իրան ոչ թե որ իմանանք ինչ ասե, հղում ենք անում որ մենք իմանանք որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, որովհետև այդ տրամաչափի Պաշտոնյան, այսինքն Եվրոպայի վարչապետը կանգնում նման հայտարարություն անում, ելով ասի որ հավատանք ու հասկանանք ինչ է կատարում։ Դրա համար երբ որ ասում ենք ընտրությունների հետ կապված պետքա մերժել այս երկուսին էլ, որովհետև մեր իշխանությունները մեզ հաստատ Եվրամիություն տանողը չեն, հստակ ընդգծված անգամ ծրագրային ներկայացնում են Ռուսաստանի հետ համագործակցություն, ԵԱՏՄ-ի հետ համագործակցություն եւ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցություն։ Ավելի պարզ ինչ ասեն, ասել են 102-րդ բազան մեզ պետք չի պիտի դուրս գա, ինչ են ասել, որից մենք եզրակացնենք, որ իրավիճակ է փոխվել։ Լա նոր ծավալները ավելանալու Ռուսաստանի համար այն երկաթուղային են գծերը, որոնք որ պիտի Ռուսաստանը վերանորոգի, որպեսզի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կապերը պաշտպանի, այսինքն լծակները, լիազորությունները ավելանալու է։ Իսկ ռուսամետ ուժերին էլ չասենք, ժողովուրդ ջան, իրանց կոտորում են, որ ասում է բերեք նենց անենք այս Նիկոլ Փաշինյանը այն ինչ որ Պուտինին զիջում է, մենք ավելի կզիջենք։ Ինչի մասին է խոսքը, ինչի մենք չենք կարա, գիտենք որ կարակ, բավեր կասկածում։ Դրա համար ժողովուրդ ջան, եկեք մտածենք, որ այո, պետք է այդ այլընտրանքը ունենալ, այդ այլընտրանքը ես որ ասում եմ մինիկատ ունեմ Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ, որն էլ հենց մեր վարչապետի թեկնածուն է, ես էլ պատիվ ունեմ լինել կուսակցության այդ ընտրացուցակի երկրորդ համարն եմ, ձեզ առաջարկում եմ այն ճանապարհը, որի մասին խոսում ենք, ես նոր չի որ խոսում եմ 22 տարի խոսում եմ եւ իմ հրապարակային գործունեության իմաստը տեսել եմ այն ժամանակ, երբ որ մեր առաջ բացվեց ճանապարհ Վրաստանի կողմից, որ նրանք արեցին Վարդերի հեղափոխություն եւ առաջացավ այդ հնարավորությունը, որ մենք այդ ճանապարհը բռնենք եւ այնպես որ ուզեմ ասեմ, դա որևէ մեկի, որևէ չինովնիկի կամ որևէ նախագահի կամ Ամերիկայի կամ եվրոպական որևէ չինովնիկի կամ Հայաստանի իշխանությունների հետ կապ չունի։ Դա եղել է մեր երկրի ճանապարհի հետ կապված։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանի շնորհապետական կուսակցությունն էլ այդ գծի վրա է, այդ նպատակի վրա է, կուսակցություն, որը նորաստեղծ է, կուսակցություն, որը որ անցյալի բեռը իր ուսերի վրա չէ, կուսակցությունը ղեկավարում է գիտնական մարդ, որը քաղաքագետ, որը որ այս ամեն ինչի սխալները ուսումնասիրելով այդ բեռից ազատվելով գնանք այդ ճանապարհով։ Դուք էլ ձեր օգնությամբ գնանք, որովհետև ինչպես տեսնում եք, դա մեր ծրագիրն է, դա ձեր ծրագիրն է, դա ձեր երեխաների ապագայի ծրագիրն է։ Դրա համար ցանկացած աջակցությունը ձեր կուսակցությանը դա մասնակցություն է այդ գործին։ Դա կազմակերպական հարցեր կլինի, ֆինանսական կլինի, կապվեք գրասենյակի հետ, ձեր աջակցությունը շատ մեծ նշանակություն ու դուք տեսնում եք ինչ պայքար է գնում, ինչ ագրեսիվ պայքար է գնում եւ ոնց են ամբողջ երկիրը ողողել իրանց նկարներով ու պաստառներով, ել չեմ ասում ոնց են ամբողջ համացանցը իրանցով ողողել։ Հիմա մենք դրա դեմը առնում ենք, թե չէ։ Շատ է լինում, որ ասենք ասում են, իսկ ծրագիր ինչու չեք ներկայացնում, այնպես չի, որ այդ ծրագրային հիմնական դրույթների մասին ամեն օր չենք խոսում, տարիներով ենք խոսում։ Ուղղակի փաստաթղթերը առաջադրվելու հարցը լինի կուսակցությունը գրանցեն, իմանանք, որ արդեն մտնում ենք process, թե չէ ում ծրագիրն ենք ներկայացնում նախընտրական։ Հիմա արդեն գիտեք, այսօր 21-ն է, 2 օրից ավարտվում է, այսինքն արդեն նորմալ պատշաճ ձևով ներկայացնելուց հետո կլինի, այն որ ուրիշները ժամանակից շուտ են սկսել խոսել, դա չի նշանակում, որ ճիշտը դա է։ Ճիշտը նա է, որ ամեն ինչ ժամանակին ասվի եւ կուսակցությունն է մասնակցում ընտրության, կուսակցության նախագահը հանգամանորեն կներկայացնի որն է կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այնպես որ հանգիստ եղեք, դա անպայման կներկայացվի։ Այն ինչ որ այն հիմնական կարմիր գծերն ա, որի մասին խոսում ենք, որ ուրիշի ծրագիրը չենք սպասարկելու ոչ մի պարագայում, որևէ մեկին չենք միանալու եւ մեկ էլ մեր նպատակը պատկերացնում ենք որն է, դրա մասին հստակ ամեն անգամ պարբերաբար նշում ենք։ Իսկ հիմա նայենք մեր շուրջ ինչա կատարվում, որովհետև դա շատ կարևոր է մեզ համար իրանական պատվիրակությունից դեռևս ոչ ոք չի ժամանել եւ նույնիսկ չի մեկնել Իսլամաբադ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։ Իհարկե հակասականին չասեք, որ չեն ասում։ Մեկ ասում են գնացել են, մեկ ասում են չեն գնացել։ Ամերիկայի պատվիրակությունը գնացել է։ Մի մասը գնացել է, Վենսը դեռ չի գնացել։ Վենսը հետո պետք է գնա։ Տրամփն ասում էր Վենսը չի գնալու այս անգամ։ Այսինքն այս բոլոր անորոշությունները գալիս են նրանից, որ համաձայնություն ուղղակի դեռ ձեռք չեն բերել, ինչ նստում են սեղանի շուրջ եւ ինչ են անելու։
Իրանցի պաշտոնյաները հետևողականորեն հայտարարում են, մենք չենք ընդունում բանակցություններ սպառնալիքի եւ վստահության չարաժահման պայմաններում եւ բանակցություններում ներկայության շարունակումը կախված է ամերիկացիների վարքագծի եւ դիրքորոշումների փոփոխությունից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակասական հրապարակային մեկնաբանությունները վնասում են զինված հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցային գործընթացին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզերչյան Պարտավորությունների կատարումը կառուցողական երկխոսության հիմքն է։ Իրանի խորը պատմականորեն անվստահությունը ԱՄՆ կառավարության վարքագծի նկատմամբ մնում է, մինչդեռ ԱՄՆ պաշտոնյաների ոչ կառուցողական եւ հակասական ազդանշանները դառը ուղերձ են փոխանցում։ Նրանք ձգտում են Իրանի կապիտուլյացիային, իրանցիները չեն ենթարկվում ուժի կիրառմանը, եւ սա խոսակցությունը ընդամենը բանակցությունից վերջնաժամկետից մի օր առաջ, ժողովուրդ ջան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է անձամբ ներկա գտնվել հակամարտության կարգավորման շուրջ Իրանի հետ համաձայնագրի ստորագրմանը, եթե կողմերին հաջողվի գործարք կնքել։ Գործընթացն առաջ է շարժվում եւ բանակցությունները նախատեսված են վաղը, ինչպես ասացինք չորեքշաբթի վերջնաժամկետն է։ Իրանական պատվիրակությունը ստացել է գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամեյնիի համաձայնությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասնակցելու համար։ Այսինքն իրանական ղեկավարներն ասում են մինչև չասի մեր հոգևոր առաջնորդը, մենք վերջնական որոշում չենք կայացնի, բայց այնպես էլ չի, որ համաձայնությունը եթե տվել է, նշանակում է վերջ, արդեն համաձայնվել են խաղաղության պայմանագիր ընդամենը համաձայնվել են բանակցություններին մասնակից դառնալու։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը Իսլամաբադ կմեկնի իրանական կողմի հետ բանակցությունների ոչ թե երկուշաբթի, ինչպես ավելի վաղ հայտարարել է Դոնալդ Թրամփը, դե ավելի վաղ էր ասել երկուշաբթին արդեն անցել է, այլ միայն երեքշաբթի առավոտյան, նկատի ունեն այսօր, որ պետք է մեկնի։ Այն էլ նույնից էլի հակասական ասում են, որ ինքը չէր ցանկանում, որ Ջեյ Վենսը մասնակցի, մտածելով, որ կարող է համաձայնության գան, ինչի դափնիները գնա Ջեյ Վենսին, ավելի լավ է ձախողումը գնա նրան, բայց հիմա երբ որ տեսնում է, որ դեռ վերջնական որոշում չկա, կարող է ասի, դե լավ, հիմա էլ գնա ձախողվի, ինչ ա եղել, որ ամեն դեպքում Դոնալդ Թրամփը չի վստահում Ջեյ Վենսին եւ մտածում է, որ հանրապետականներից էլ որոշ մասը կօգնի նրան իմպիչմենտի ժամանակ, եթե իմանա ով է ալնում, այսինքն դա մտածում է, որ եթե այդ լծակը չունենան, իմպիչմենտի ուղղությամբ չեն էլ մտածի։ Իրանի Խաթամ ալ-Անիբա կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին հայտարարել է. Իրանի զինված ուժերը պատրաստ են անհապաղ եւ վճռական պատասխան տալ հակառակորդների կողմից ցանկացած նոր թշնամական գործողության։ Ալի Աբդոլլահին վստահեցրել է, որ Թեհրանը պահպանում է գերիշխանությունը, այդ թվում Հորմուզի նեղուցի կառավարման հարցում եւ թույլ չի տա ԱՄՆ նախագահին ստեղծել կեղծ պատմություններ տեղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այսինքն Իրանը նույնիսկ հերքում է այն, որ այսինքն Միացյալ Նահանգները փակել է Հորմուզի նեղուցը։ Ասում է այդպես չի մեր վերահսկողության տակը։ Մանավանդ, բայց որ իրանք էլ ասցին, որ մենք էլ ենք փակել, բացել ենք, նորից փակել ենք։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից արգելված իրանական նավը շուտով կվերադարձվի Իրան։ Դե խրոխտ ձևով ասեց Դոնալդ Թրամփը, որ բռնագրավել ենք այդ նավը, հետո դրանից հետո ամերիկյան նավերի վրա դրոններով հարձակվեցին Իրանի կողմից, հիմա ոնց որ համաձայնության են եկել այդ նավը հանձնելու։ Բայց Դոնալդ Թրամփը գրել է. Իրանի հետ կնքվող համաձայնագիրը շատ ավելի լավը կլինի, քան Իրանի միջուկային համաձայնագիրը, որը բանակցել են Բարակ Օբամա եւ քնկոտ Ջո Բայդենը, որը մեր երկրի անվտանգության վերաբերյալ երբևէ կնքած ամենավատ գործարքներից մեկն է։ Դե ես չեմ պատկերացնում, որ մի օր կարա քունը տանի Դոնալդ Թրամփը, եթե Ջո Բայդենի մասին չասի, որ այդ քնկոտը այսպես է արել, էլի, չի կարա ինքը ուղակի քնի։ Դե քանի օր կարա չքնի, ժողովուրդ ջան, թող ամեն օր խոսա էլի այս թեմայից։ Թե ինչն է ասենք, որ դեռ ինքը ոչ մի համաձայնության չի եկել, բայց ասում է սա ավելի լավն է, քան այն, որ համաձայնություն կար։ Լասպասի մի հատ կնքի, մի հատ տեսնենք դրա արդյունքը ինչ է ալնում։ Նոր հետո գոնե գլուխդ գովա, էլի։ Թեհրանը պակիստանցի միջնորդներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններին իր մասնակցությունը կախված կլինի իր պայմանների կատարումից։ Թեհրանը գլխավոր խոչընդոտը համարում է Հորմուզի նեղուցի ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակում։ Ինչպես տեսնում եք, նաև ընդունում է, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ շրջափակել է։ Իսկ Դոնալդ Թրամփը ինչ է ասում։ Իսկ եթե մի օրվա մեջ Դոնալդ Թրամփը գոնե մի 5 հայտարարություն չանի ու 5-ն էլ իրար ամերժ, այդ օրը օր չի, ժողովուրդ ջան, դե պարզ է, հոմենակ Բայդենի մասին չի։
Հրադադարը կարծում եմ լավ գաղափար էր, որովհետև մենք լիովին վերազինվել ենք։ Մենք այնքան շատ զինամթերք ունենք, մենք այնքան շատ ամեն ինչ ունենք, որ դարձել ենք շատ ավելի հզոր, քան 4 կամ 5 շաբաթ առաջ էինք։ Հետևաբար մենք օգտագործեցինք դա պաշարները համալրելու համար։ Հերթական անգամ Դոնալդ Թրամփն ասացնելիս երրորդ դեպքն է, որ մենք բանակցությունը օգտագործում ենք ժամանակ շահելու, զգոնությունը բթացնելու, որպեսզի կուտակենք զենք, զինամթերք, զորք, որպեսզի հարձակվենք։ Եթե նույնիսկ դա այդպես է, ով է կանգնում ասում ժողովուրդ ջան, տեսակ, գովեք ինձ, ես ինձ ճարպիկ եմ, ժողովուրդ ջան, գովեք, Դոնալդ Թրամփը կարողացավ իրանցիներին խաբի, բայց իրանցիներն ասին չէ որ մենք քեզ չենք հավատում ու չենք էլ խաբվում, մենք էլ ենք զինվում։ Եթե նույնիսկ դու դա անում ես, լավ, երկրի ղեկավար ես, գերագույն գլխավոր հրամանատար ես, ասա ժողովուրդ ջան, մենք խաղաղության էինք գնում, ախպեր էս Իրանը ոնց որ թե ինքը խախտեց զինադադարը, մենք է ստիպված նորից կուտակում ենք զենք ու զորք, չէ, բատեղով գովեր իրան։ Բա իրան պետք է գովեն ասեն, տեսար ինչ ճարպիկ էր այն մարդ, դե բիզնեսմենն ուրիշ է էլի, տեսար ոնց Իրանի երրորդ անգամ ֆռացեց, չես կարողանում խաբես, այն մարդ չեն խաբվում էլի, արդեն գիտեն ու չեն վստահում, այս անկեղծությունը ինչի համար է։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հաստատվել է Ռուսաստանի պատրաստակամությունը նպաստելու Իրանի և Պարսից ծոցի արաբական պետությունների միջև փոխադարձաբար ընդունելի համաձայնագրի ձեռքբերմանը, բայց ինչ նախադրի, իրանական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը անել ամեն ինչ վերոնշյալ ջրային ուղիով ռուսական նավերի և բեռների անարգել անցումն ապահովելու համար։ Այսինքն Իրանը նույնիսկ պարտավորություն է վերցնում օգնել ռուսական նավերը, որ անցնեն Հորմուզի նեղուցով։ Նորմալ եք պատկերացնում, որ այս իրավիճակում ինքը նման պատրաստակամություն հայտնի։ Ամեն դեպքում դատելով նրանից, որ Ամերիկան փակել է Հորմուզի նեղուցը, պետք է որ սենց բան ինքը չխոստանար։ Ուրեմն ինչ որ մի բան մեզ ճիշտ չեն ասում։ Երկու կողմը ճիշտ չեն ասում, ոչ թե մենակ մի կողմը։ Դոնալդ Թրամփը ինչ է ասում, դեմոկրատներն ամեն ինչ անում են Իրանի հարցում մեր արդեն իսկ ամուր դիրքը խաթարելու համար։ Նրանք սիրում են ասել, որ ես խոստացել եմ Իրանին հաղթել 6 շաբաթում, մինչդեռ իրականում ռազմական առումով դա տեղի ունեցավ շատ ավելի արագ։ Հա, փաստորեն պատերազմը վերջացել է։ Բա ինչ խաղաղություն է կնքում Իսլամաբադում, այն է սպասում է, որ Իրանը համաձայնվի։ Բայց ես թույլ չեմ տա, որ նրանք շտապեցնեն Միացյալ Նահանգներին այնպիսի գործարք կնքելու հարցում, որը պարզվի այնքան էլ օգտակար չի, որքան կարող էր լինել։ Բայց ինչի պիտի օգտակար չլի, եթե ոչնչացրել ես, ջախջախել ես, քաղաքակրթությունը վերացրել ես Իրանի։ Այնտեղ հիմա նայում ենք, էլ պետություն չկա, ով պետք է բա տենց անբարենպաստ գործարք կնքի։ Տեսնում եք այս իրավիճակից մենք հույս ենք կապում, չէ՞ Ամերիկայի հետ, նոր աշխարհակարգի հետ կապված, ու նաև Հայաստանի հետ կապված, բայց այդքան ծրագրեր ում է թե ինքն քննարկում։ Մենք այս ամենին մասնակցում ենք եւ դա կարվի ճիշտ եւ մենք թույլ չենք տա թույլ անտարբեր դեմոկրատներին, որոնք բոլոր դավաճաններին, ովքեր տարիներ շարունակ խոսել են Իրանի վտանգների եւ նրա մասին, որ պետք է ինչ-որ բան անել, բայց հիմա քանի որ ես դա անում եմ, նսեմացնել մեր զինվորականների եւ Թրամփի վարչակազմի նվաճումները։ Այսինքն այդքան տարիներ մարդիկ ասում են 40 տարի պլանավորվում էր Իրանին հարված հասցնել, որևէ մեկը չէր համարում, որ դա խելամիտ ծրագիր է։ Հիմա երբ որ Դոնալդ Թրամփը մտել է ու լռվել է այդ ծրագրի մեջ, այնուամենայնիվ չի կարողանում դրանից դուրս գա, ոչ կարող է ոչնչացնի Իրանին, ոչ էլ կարող է համաձայնության գա։ Հիմա մեղադրումը ասում է դուք չեք արել, ես եմ արել, բայց մի հատ նայեք, կարող է որ չեն արել, մի բան գիտեին, որ չեն արել։ Կարող է իրանք էլ էին հասկանում այս խնդիրները, որի պատճառով տենց ոգևորված չէին անում։ Կամ էլ թե չէին ընկնում Իսրայելի վարչապետի խելքին, որ ինչ հանձնարարի Ամերիկայի նախագահանը։ Ամոթ է չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամեն օր քննարկեն, որ Իսրայելի վարչապետը հանձնարարել է Թրամփին ինքը պատերազմ է սկսել։ Ու պարբերաբար Թրամփն ասի, չէ, ժողովուրդ ջան, ինձ չեն հանձնարարել, ես իմ կամքով եմ արել։ Նույնիսկ եթե դու դա բացատրում ես, արդեն փոքրանում ես։ Որտեվ ասում են Իսրայել եւ ասում են Ամերիկա։ Իսրայելը ստիպել է Ամերիկան կռվի մեջ մտի, Տեր Աստված, ու էլ ասում ես, չէ, ժողովուրդ ջան, այտենց չի։ Ասում են դե հիմնավոր փաստարկ մի հատ բեր, ապացույց թե ինչ ես այդ պատերազմը սկսել։ Հետո էլ մեղադրում ես ուրիշներին։
Դոնալդ Տրամպը հայտարարել է ես չեմ ցանկանում երկարաձգել հրադադարը։ Դե ես արդեն գիտենք, որովհետև ինքը անընդհատ մտածում էր հարմար պահ է եկել, արդեն ուժեր է կենտրոնացել, կարա հարվածի։ Մենք շատ ժամանակ չունենք, եթե ընթացիկ բանակցությունները չհանգեցնեն մշտական խաղաղության համաձայնագրի կնքմանը, կարծում եմ մենք գործարքի կհասնենք։ Իրանն այլ ընտրանք չունի, ընդգծել է նա։ Ինչպես տեսնում եք, շարունակվում է այս թեմաները, նաև ասենք, երբ որ խոսում են խաղաղության մասին, այդ տեսեք Հայաստանում կռիվ չկա։ Էհա շատ ուրախ ենք, որ չկա, բայց մեզանով չի պայմանավորված դա կլինի, թե չէ։ Մեզանով չի պայմանավորված, թե մեզ որևէ մեկը պրովոկացիայի մեջ կներքաշի, թե չէ։ Առավելևս դեմը ընտրություններ է։ Հազարով մի մարդիկ կարող են ցանկանան անկայունություն լինի։ Քանի վիճակը կարգավորված չի, հանգիստ լինելու նշանակում է ուղղակի չես տիրապետում, թե ինչ է կատարում աշխարհում։ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլի հեռանկարը գնալով ավելի անորոշ է դառնում, քանի որ Իրանի գլխավոր բանակցող և խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, թե Իրանը դեմ է սպառնալիքների ներկո հետագա բանակցություններին։ Պատկերացնում եք, մի օր է մնացել, դեռ նորից անորոշությունից են խոսում։ Ու այնպես էլ չի, որ կարող է գնան հասնեն այնտեղ, կարող է թողեն հետ գան։ Այսինքն, քանի բանակցությունը չեն սկսել, դրական արդյունք չկա, մինչև վերջի վայրկյանն էլ դա չի հուշում, որ համաձայնություն գոյություն ունի։ Շրջափակում սահմանելով և հրադադարը խախտելով Թրամփը ցանկանում է այս բանակցային սեղանը վերածել հանձնվելու սեղանի կամ արդարացնել ռազմական գործողությունների վերսկսումը, ինչպես ինքն է հարմար համարում։ Այսինքն իրանք էլ են ընդունում, որ հիմա Թրամփը արդարացնում է այդ վերսկսելը։ Մենք չենք ընդունում սպառնալիքների ստվերի կամ տաք բանակցությունները և վերջին երկու շաբաթների ընթացքում պատրաստվում են նոր խաղաքարտեր ցուցադրել մարտադաշտում, գրել է Ղալիբաֆը։ Ինչպես տեսնում եք, այս են Ղալիբաֆն է, որը պատվիրակության ղեկավարն է, այս են Ղալիբաֆն է, որ Ամերիկան ասում էր, որ գոնե նորմալ գործընկերներ, որոնց հետ կարելի է բանակցել, այսինքն իրանք անգամ տեսնում էին, որ խորհրդարանի խոսնակին, որ կլինի ապագա ղեկավարը, որի հետ կարող են նորմալ բանակցեն, բայց տենց էլ իշխանափոխություն չհաջողվեց անի, ինչպես տեսնում եք, դրա համար հատուկ ես նաև նշում եմ Ղալիբաֆի կարծիքը, որ չմտածեք, որ Իրանը այսօր կա մի պաշտոնյա, որը ընդհանուր գծի մեջ չի, կարող է Ամերիկայի շահեր սպասարկի։ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի Հորմուզի նեղուցը վերահսկելու իրավունքը անկախ նրանից բանակցությունների սեղանի շուրջ, թե գետնի վրա։ Ինչպես տեսնում եք, երևի օրվա մեջ տասնյակ հրապարակումներ ա լինում Իրանի հետ կապված, որ իրանք վճռականորեն նախապատրաստում են հակահարված տալ, այնպես չի, որ ծանր հարվածներ չեն կերել, այնպես չի, որ նորից էլի չեն ուտի, բայց եթե հարցը քանի լուծված չի, դա մեզ համար իսկապես խնդիր է։ Դրա համար այն մթնոլորտը, որը գոյություն ունի մեր հարևան երկրում, մենք պետք է հասկանանք, ի վերջո դա մեզ ուր է տանում, կամ ինչ խնդիրներ կարող է առաջանալ։ Իրանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալահեդին Բորուջերդին հայտնել է. Պայմանները Հորմուզի նեղուցում այլևս երբեք չեն վերադառնա այն վիճակին, որը գոյություն ուներ մինչև պատերազմը։ Անվտանգության ապահովումն իր գինն ունի և ուրեմն հենց Իրանը պետք է վճարի այդ ծախսերը։ Այսինքն, եթե մինչև այդ հանգիստ երթևեկում էիք, ջրով ձեր հավեսով գնում էիք, գալիս էիք, հիմա դա չի լինելու։ Համարում է, որ դա Իրանի իրավասության ներքո է և ինքը կարա դեռ գումարներ սահմանի և ինչ-որ հարցեր անի և ինչ-որ ռեժիմներ դնի, մեկին թողի, մեկին չթողի, դա ասում է մեր իրավասության հարցն է։ Հորմուզի նեղուցով անցման համար վճար գանձելը ռեալով դիտարկվում է որպես գերակշռող դիրքորոշում ազգային արժույթի ամրապնդման նպատակով, և Կենտրոնական բանկը պետք է հաստատի թվային ռեալ ու այն մտցնի դրամական շրջանառության մեջ։ Այսինքն իրանք լավ էլ համառորեն տրամադրված են, որպեսզի գումար գանձեն, լավ մի բան է սեփական արժույթով, որի հետ կապված նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների համար էլ հարված չէ։ Հիմա երբ որ նավթի հետ բաներ են պայմանավորվում, դոլարով չեն պայմանավորվում, որոշակի վճարներ դոլարով չեն անում։ Մենք տեսնում ենք, որ դոլարի նկատմամբ դոլարը թուլացնելու քաղաքականություն է։ Ամերիկայի կշիռը ինչքան պակասեց, դոլարի կշիռն էլ է պակասելու, դոլարի տարածվածության խնդիրն է պակասելու աշխարհում։ Այսինքն մի հարված չի, Դոնալդ Տրամպը միանգամից մի քանի հարված է հասցնում Ամերիկայի վարկանիշին, հեղինակությանը, կշռի։
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցի փակման մասին։ Հրադադարի խախտման պատճառով ամերիկացիները չեն վերացրել իրանական նավերի և նավահանգիստների ծովային շրջափակումը։ Հետևաբար Հորմուզի նեղուցն այսօր իրական փակ կլինի։ Այս առումով մենք զգուշացնում ենք, որ ոչ մի նավի թույլատրված չէ լքել իրենց խարիսները եւ այլ եւ այլ։ Այս էլ նորից, ինչպես տեսնում եք, բանակցությունից առաջ մի 2 օրվա մեջ երևի մի 20 նյութ մարդիկ ասում են առնվազն հետևողական, որ ինչա կատարվում։ Հիմա դուք պատկերացրեք, մենք հիմա խոսում ենք ընտրությունների մասին, իսկ մենք հասկանում ենք, որ չկա տենց ընտրություն ուկրաինական պատերազմից հետո, որի վրա արտաքին գործոնը, արտաքին կոմպոնենտը լրջագույն ազդեցություն չունենա։ Էն է, եթե առավել եւս որ մեր մոտ պարարտ հող կա, տեսնում եք, որ հիմա ընտրությունների գնում են, ինչ օրակարգով են գնում։ Նիկոլ Փաշինյանի նախընտրական օրակարգը չեք տեսնում, ինչի մասին է խոսում։ Ռուսաստանի հետ սա, Շանայի հետ սա, Եվրոպայի հետ մենք այդ ճանապարհով չենք գնա, պետք է հասնենք դրան, որ գնանք, երաթմամ պետք է խորանանք, այն մյուսների ներկայացրածը ինչ է, ամեն ինչ Ռուսաստանից կախված, Ռուսաստանի միջոցով է տրանսֆերներ ա գալի Ռուսաստանից, մեր սոցիալական խնդիրները նրա միջոցով է լուծվում եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Այս ամեն ինչը մենք չենք տեսնում։ Դրա համար այս Իրանի զարգացումներն էլ ցույց է տալիս, որ Իրանը Ռուսաստանի դաշնակիցն է, չէ՞։ Իրանը Չինաստանի դաշնակիցն է։ Ու Հայաստանի համար դա խնդիր է։ Այդ կողմը գլուխ բարձրացրեց, դե դուք պատկերացրեք ինչ տիտանական աշխատանք է պետք կարողանալ Հայաստանը այդ ճիրաններից հանել։ Ոնց հանես, եթե իշխանությունն էլ ընդդիմությունն էլ ռուսամետ է։ Դե դուք պատկերացնում եք ինչքան անելիք կա այդ ուղղությամբ, որ մենք պետք է ձեզ հետ միասին անենք։ Դրա համար հարգելիներս, ամեն օր մատներս կպահենք աշխարհաքաղաքական իրադարձությունների զարկերակին, ու մի կարծեք, որ եթե առջևում ընտրություններ ապտի ուրիշ բաների չխոսենք, այդ ուրիշ ամեն ինչը վերաբերվում է Հայաստանին։ Դե ինչ, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտենյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք ձեր մոտիկների միջոցով, ուղարկեք, ասեք, թող տեղյակ լինեն, իրանք էլ ուսումնասիրեն, իմանան, ում են վստահում, ում հետ կցանկանան ճանապարհ գնան։ Դե ինչ, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։